Էլի թուլա, հեսա։ Որ զրոյական, թուլա կա։ Հա, հեսա չի կրակում։ Հակակարգտային զենիթը չի կրակում 1, չի կրակում 2 ու այդպես շարունակ։ Իր դարն ապրած համակարգը մինչև ենթարկվում է կրակել հրամանին, գյուղացին մնում է կոտրած տաշտակի առջև։ Մի հատ բիբար չհավաքեց։ Կարգու դնեն ծեր հողին հավասարցրե։ Մենք հələ անցյալ տարվա կարգուտի այդ վնասներից հələ բաղին 3 տարի պետք է որ ինքը վերականգնվի։ Մարզային այցերի ընթացքում գյուղացիների դժգոհությունը լսած նախագահը գյուղատնտեսության համար 1 պաշտոնյայից մանրամասն բացատրություն է պահանջում։ Պետական աջակցության ծրագրերը ուր հասան։ Հակակարգտային 2 հզոր ծրագիր է փորձարկման եւ իրագործման փուլում։ Մեկը ահա այս հրթիռային համակարգն է՝ Անտիգրադ։ Մեկ արձակիչկայանը պաշտպանում է 18000 հեկտար տարածություն։ Երկրորդ ծրագիրը այգիները ցանցերով փակելն է։ Հենց այս պահին էլ փորձարկվում է մի քանի մարզերում։ Գյուղացին գոհ է, ավելի ապահով է, քան եղած զենիթը։ Վնասը կնվազեցվի։ Արդեն այդ վնասը մենք չենք կրի։ Կյանքի տևողությունը մոտ 10-12 տարի է։ Կարկուտից պաշտպանող ցանցը շատ թանկ է։ Իգնատի Արաքելյանը նախագահին վստահեցնում է, պետությունը կօգնի գյուղացուն։ 2018-ից մասնակի կսուբսիդավորվի այդպիսի ցանց ձեռք բերող վարկային պայմանագիր կնքող տնտեսվարողի տոկոսադրույքը։ Պայմանավորվեցին ու անցան գյուղտեխնիկային։ Լիզինգային այդ ծրագրով էլ կկանգնեն գյուղացու կողքին, առաջարկելով տեխնիկայի ձեռքբերման էժան պայմաններ։ Գյուղացին ընդամենը 2% կվճարի, մնացածը պետությունը։ Նշվեց, որ շատ կարևոր է գյուղատնտեսության զարգացման համար եւ հանձնարարական իջեցվեց հետևել այդ ծրագրին եւ հետեւողական լինել արդյունքներին։ Նույն հանձնարարությունները նախարարի պաշտոնակատարը ստացել է բոլոր ծրագրերի համար։ Ապահովագրական համակարգի ծրագիրն արագ ավարտել, հատուկ տեխնոլոգիայով մշակվող ինտենսիվ այգիներին հետևել։ Դա էլ է պետական աջակցության ծրագիր։ Խորհրդակցության կենտրոնում են մթերումներն ու պարտքերը։ Այս խնդիրը լուծելու համար պետությունը նոր տարբերակ է գտել։ Մթերում իրականացնող գործարարին ցածր տոկոսով վարկ կտրամադրի, որպեսզի մթերումն արագ իրականացվի, գյուղացուն պարտք չմնա։ Հանձնարարական իջեցվեց նույնից արագացնել այդ ծրագրի ավարտը, ներկայացման ավարտը եւ պարտքերի հետ կապված պարարտանյութերի, սերմերի եւ մթերումների հետ կապված պարտքերը նախագահը հանձնարարեց լուծումներ գտնել, որպեսզի կարողանան գյուղացիական տնտեսություններին աջակցել եւ այդ պարտքերի հարցը լուծենք վերջնականապես։ Ինչքան ծրագիր, այդքան հանձնարարություն։ Քննարկումից Իգնատի Արաքելյանը դուրս է եկել 10-ից ավելի հանձնարարություններով։ Պետք է մրցունակ գյուղապրանքների արտահանումն ակտիվանա, ներմուծվող գյուղմթերքը տեղականով փոխարինվի, թիրախային ծրագրեր մշակվեն հստակ ժամանակացույցով եւ որ ծրագրի մասին զեկուցեց նախարարի պաշտոնակատարը, գործի վերածվեն եւ շատ արագ։ Շակե Ղազարյան, ժամը լրատվական։